Իդեպ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրությունը պետության նկատմամբ ունի նեգատիվ ընկալում եւ այն պետք է փոխակերպել պոզիտիվի, ապա կատակեց. Ժպիտով է պետք ուղարկել այդ ծանոթությունը, սմայլի կա, բանակ տանելուց մի հատ սմայլիկ դնենք, որ մի քիչ պոզիտիվ տոն տանք ծանոթությունների։ Հիշեցնենք, որ Փաշինյանը պետությունը կառավարությունը ասոցացնում էր մեկ անձի հետ, մասնավորապես նշելով կառավարությունը ես եմ։ Մի քանի հարց Նիկոլ Փաշինյանին. Ձեր ձեռամբ զավակին հողը դրած մայրը պոզիտիվ ընկալում կունենա, թե նեգատիվ։ 5 տարի որդու գտնվելու վայրը չիմացող հայրը պոզիտիվ ընկալում կունենա, թե նեգատիվ։ Հայրենիք, տուն, քույր ու եղբայր կորցրած արցախցին պոզիտիվ ընկալում կունենա, թե նեգատիվ։ Բաքվի բանտում դատապարտվողի զավակը պոզիտիվ ընկալում կունենա, թե նեգատիվ։ Ձեր Շարասյան անիվների տակ սպանվածի ընտանիքը պոզիտիվ ընկալում կունենա պետության նկատմամբ, թե նեգատիվ։ Քաղաքական կամ կրիմինալ հետապնդման զոհը դարձած Վալոդիա Գրիգորյանի հարազատը պոզիտիվ ընկալում կունենա, թե նեգատիվ։ Անծայրածիր Եռաբլուրին, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում ադրբեջանական դրոշներին նայող քաղաքացին պոզիտիվ ընկալում կունենա, թե նեգատիվ։ Դեպքերն այնքան շատ են, որ անհնար է անգամ թվարկել։ Հետաքրքիր է, ինչ սմայլիկով է Փաշինյանը պատրաստվում ծանուցել քաղաքացիներին հերթական հանձնման կամ կորստի մասին։